Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալաստանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, շշալցնում եւ վաճառում է կեղծ խմիչք։ Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ, ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչք ու կեղծ դրոշմանիշներ։ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ նույն օրն էլ կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց տարբեր տեսակների 227 շիշ օղի, տակառներով կեղծ գինիներ, 22 շիշ կեղծ կոնյակ, 3782 կեղծ դրոշմանիշ, 5400 դատարկ շիշ եւ խցաններ։ Նույն օրը նման մի ապօրինի ձեռնարկատիրություն էլ բացահայտեցին Վաղաշապատի համայնքային ոստիկանները։ Ըստ օպերատիվ տեղեկության Գրիբոյեդով գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը կեղծ խմիչքից բացի վաճառում էր նաեւ առանց QR-ի ծխախոտ։ Վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հունվարի 22-ին էլ կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց առանց QR-ի 770 տուփ ծխախոտ եւ 129 շիշ տարբեր տեսակների կեղծ օղի ու կոնյակ։ Նման մի օպերատիվ տեղեկություն էլ Վաղաշապատի համայնքային ոստիկանները ստացան հունվարի 22-ին։ Ըստ տվյալի Էջմիածնի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդն էր զբաղվում ապօրինի ձեռնարկատիրությամբ, պատրաստում եւ իրացնում էր կեղծ խմիչք։ Նույն օրը ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 22 շիշ կեղծ օղի եւ մեծ քանակի դատարկ շշեր։ 3 դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։